Եթե այս ամանորին կորոշեք զարմացնել ձեր քաղցրասեր հյուրերին, ուրեմն պահպանեք այս տորթի բաղադրատոմսն ու անպայման թխեք։ Նախ ձուն առանձնացնում ենք դեղնուցի եւ սպիտակուցի։ Դեղնուցը շաքարավազի հետ հարում ենք մինչեւ շաքարը մի փոքր մերվի։ Այստեղ ինձ օգնում է իմ Kenwood Cooking Chef խոհանոցային բազմաֆունկցիոնալ հարիչ։ Դեղնուցները հարվելուց հետո ավելացնում ենք կարակ, ալյուր եւ փխրեցուցիչ։ Փոխում ենք գլխիկն ու կրկին հարում։ Ստացվում է այս խտության խմոր, ինչ որ դուք տեսնում եք։ Հետո խմորը տեղավորում ենք յուղաթուղթի վրա, հնարավորին չափ հարթեցնում ենք։ Թխում ենք 180 աստիճանում մոտ 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստում ենք բեզեն։ Հարում ենք մինչև այսպիսի կայուն մասսա ստացվի։ Հետո խմորը դուրս ենք բերում ջեռոցից եւ սպիտակուցը ամբողջությամբ տարածում ենք խմորի երեսով մեկ։ Երեսին նաեւ ընկույզ ենք շաղ տալիս առատ ու կրկին վերադարձնում ենք ջեռոց։ Եվս 20-25 րոպե։ Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք խտացրած կաթի հետ, խմորը 2 կես ենք բաժանում եւ ամբողջությամբ կրեմով պատում ենք։ Երեսը այսպես գեղեցիկ ձևավորում եմ, տոնական տեսք եմ տալիս առավել։ Վերջին շտրիխը ծորացնում եմ եփած խտացրած կաթ, մանր կտրատած ընկույզ եւ շքեղ տորթը պատրաստ է։ Մնում է միայն կտրել եւ վայելել։ Այստեղ լսում ենք նաեւ բեզեի խրխրթոցը։ Բաղադրիչները այնքան իդեալական են լրացնում մեկը մյուսին, որ այս համը շատ երկար մնում է հիշողության մեջ։ Անպայման պատրաստեք իմ բաղադրատոմսով, կիսվեք ընկերների հետ եւ միացեք իմ էջին, ինձ հետ համեղ է։